մարդու իրավունքների խախտման ավելի խորքային խնդիրները կուզեի քննարկենք, որովհետև պարզ է, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում ենթամշակութային ազդեցություն եւ ենթամշակութային տրամադրություններ ստեղծելու հնարավորություն ունեն մեդիա ռեսուրսները եւ այն ինստիտուտները, որոնք ունեն հանրության շրջանում դրական եւ հեղինակային տպավորություն, հեղինակավոր տպավորություն եւ հենց դրա համար եմ նաեւ ձեզ դիմում իսկ լրագրողական դաշտերս արդեն քանի անգամ դրա մասին բարձրաձայնում եմ իրականում խտրականության խոսքին եւ խտրականության երևույթներին արձագանքում է ընտրողաբար եւ շատ հաճախ նույնիսկ ավելի շատ ներանձնային խնդիրներն է դարձնում խտրականության խնդիր, քան իրականում հասարակության ունեք շերտերին ուղղված խոսքը, ինչի մասն եմ եւ նույն բանակի օրինակ դեպքերը բոլորը մենք հասկանում ենք, որ այդտեղ շատ լուրջ դեր ունի ենթամշակույթները եւ հիմա Գյումրիում ցավոք սրտի մի քաղաքական գործի հնարավորությունն է ամենօրյա ռեժիմով խոսելու, դա իր իրավունքն է եւ խոսում է, բայց իր խոսքը իրականում ենթամշակույթներ տարածելու մասին է։ Խոսքս Վարդան Ղուկասյանի մասին է, ով արդեն քանի անգամ կանանց նկատմամբ խտրականության խոսք, ինստիտուցիոնալ խոսք եւ ոչ թե կոնկրետ կնոջ կամ կոնկրետ բանի մարդու ուղղված է, այլ ընդհանրապես կանանց նկատմամբ անհարգալից խոսքի մասին է խոսքը։ Լրագրողների հանդեպ, երբ որ օրինակ էր բերում Ռոբերտ Քոչարյանի խոսքը իր ձևակերպամբ, ես չգիտեմ արդյոք ասել է Ռոբերտ Քոչարյանը տենց բան թե չէ, բայց որ լրագրողները երբ որ շողուլից ընկնում են, պետքա շողուլի բերել, սա մեկ լրագրողի մասին չի խոսքը, էլի ամբողջական լրատվական հանրույթի մասին է խոսքը, քրեական ենթամշակույթի մասին, երբ որ մարդը խոսում է քրեական ենթամշակույթից, դա մեծարելով, հարգանքի արժանացնելով ու հələ հերիք չի օգտագործում այդ ընթացքում օգտագործելով տերմիններ, օրինակ պետական ու պետության հետ աշխատող ստուկաչներ եւ այլն։ Եվ կրոնական խտրականություն, հոգևորականի շուրթերից այնտեղ արդեն հնչում է գնդակահարության մասին խոսք, սրանք բոլորը ենթամշակույթներ են, որոնք եթե հնչում են հեղինակություն ունեցող անձանց շուրթերից, դրանք կարան լուրջ հետևանքներ ունենան հանրության շրջանում եւ սա է վտանգավոր իրականում ատելության խոսք եւ ոչ թե ներանձնային խոսույթը։ Կուզենայի այս մասով ձեր ուշադրությունը հրավիրել, չնայած կարծում եմ ձեզ ճանաչելով հաշվի առնելով արդեն իսկ միգուցե ձեր ուշադրության կենտրոնում է։ Եվ երկրորդ մասը խոսքի անկեղծ ասած, որտեղ օրենսդրական ինչ-որ բան չեմ տեսնում, բայց լրագրողների մոտ տարածված է ուրիշի ուղակի խոսքը մեջ բերել որպես վերնագիր, բայց այդ ուրիշի ուղակի խոսքը կարա շատ մեծ շերտի վերաբերվող օրինակ վիրավորանք լինի, շատ վառ օրինակ վերջի ժողովուրդ օրաթերթի հարցազրույցը այս ինչ որ ակտիվիստ տղայի հետ, որ իրականում հանրությանը շատ ավելի հայտնի է կնոջը շանտաժի ենթարկելու իր սեռական կյանքի նկարներով, այդ տղայի հետ հարցազրույցը խոսքս կարեն, չգիտեմ ինչանի մասին է, որտեղ ձևակերպումը գնում է մոտավորապես կներեք իհարկե բառերի համար իրենց թուլեքին քսի են տվել մեր վրա ու դա դարձնում են վերնագիր, այսինքն հանրությունը իրականում չի ենթադրում, որ այս տղու խոսքն է կամ այսինքն սրանից առաջանում է այդ ատելության շղթան, որ իրար վիրավորելով ոչ թե անձերի մեջ է դառնում բանը խնդիրը, այլ դառնում է հանրության շերտերի մեջ խնդիր։ Այս երկու հարցով կուզենայի, որ ձեր ուշադրությունը ասեք նախ ինչ կա արված եւ այլն եւ նաեւ պահեք ձեր ուշադրության կենտրոնում, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն, կարևոր է իրականում, որ անդրադառնում եք այս հարցին, որովհետև կարծում եմ նաև ատելության խոսքի վերաբերյալ պատկերացումներն են դարձել մեր հասարակական միջավայրում շատ ձևախղված, որովհետև շատ դեպքերում սովորական միջանցքային դարձյալ վիրավորանքը, որը շատ բացասական երևույթ է եւ այլն, այո, դա ներկայացվում է որպես ատելության խոսք, մինչդեռ ատելության խոսքը ինքը կոնկրետ սոցիալական հատկանիշի հիման վրա կոնկրետ անձանց խմբին, թիրախավորող խոսքն է, եթե ուղղակի շատ պատկերավոր ասենք եւ մի քիչ ավելի այնպիսի լեզվով, որը նաև հանրության համար կարող
է անկալելի ավելի լինել, շատ մասնագիտական տերմիններով, եթե չխոսենք, եւ մասնավորապես ատելության խոսքը բնականաբար կարող է վերաբերել այնպիսի խմբերի, ինչպիսիք են կանայք, ազգային փոքրամասնությունները, հաշմանդամություն ունեցող անձինք, LGBT համայնքը կարող է ատելության խոսքի թիրախ դառնալ եւ այլն, այսինքն ես հիմա չթվարկեմ բոլոր այս շերտերը եւ այո, այս տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի մենք ոչ միայն խոսենք իրավական պատասխանատվության միջոցների մասին, որովհետեւ իրավական պատասխանատվության միջոցները միշտ չէ որ ատելության խոսքի պարագայում հնարավոր են, որովհետեւ օրինակ քրեական պատասխանատվություն ատելության խոսքի պարագայում հնարավոր է ամենածանր դեպքերում եւ ես չեմ կարծում էլի որ մենք ամեն օր գործ ունենք նման ամենածանր դեպքերի հետ բայց ատելության խոսքի դեմ պայքարելու միջոցներից մեկը դրա համարն է ատելության խոսքին հակազդելն է այնպիսի մարդկանց կողմից ովքեր հանրային ազդեցություն ունեն եւ մեծ առումով դրանք մեզանից յուրաքանչյուրն է որպես հանրային գործունեություն իրականացնող անձ որպես պաշտոնատար անձ ում խոսքը անընդհատ լսելի է լրագրողներն են ում խոսքը անընդհատ լսելի է եւ այլն այսինքն հիմա չթվարկեմ բոլոր խմբերը Դա է պատճառը, որ ամենավտանգավոր երևույթներից մեկը դիտարկվում է հենց պաշտոնատար անձանց, հանրային գործիչների եւ լրագրողների կողմից ատելության խոսք հնչեցնելը։ Այո, ես ցեզ հետ համամիտ եմ, որ եթե կոնկրետ ձեր բերած օրինակում, հա, Գյումրիի օրինակով մենք խնդրին անդրադարձ կատարենք, միանշանակ տարբեր հիմքերով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ խտրական խոսույթի տարածումը ակնհայտ է։ Ես կուզենամ անդրադառնալ այն հանգամանքին, որ շատ դեպքերում իրականում մեր պաշտոնատար անձինք չեն էլ պատկերացնում, որ իրենց խոսքը իրավաչափ չէ եւ դրա համար իրենց տարածած խոսքը օրինակ կարող է խտրական լինել եւ այլն, եւ դրա պատճառով հիմա շատ կառուցողական եղանակով ուղղակի ասում եմ, որ այսպիսի խոսքը խտրական է, անկախ համատեքստից, նույնը ես ասել եմ նաեւ Երևանի քաղաքապետի պարագայում, երբ կոնկրետ ազգային փոքրամասնության հետ կապված խոսքեր հնչեցվել եւ հատուկ ասել եմ, նույնիսկ եթե անձը ունի նպատակ կոնկրետ ազգային փոքրամասնության խմբին վիրավորելու եւ նույնն է խոսքը դառնում է խտրական խոսք նկատի ունենալով մեր միջավայրը եւ ես շատ կառուցողական եղանակով մեր բոլոր պաշտոնատար անձանց ասում եմ, խնդրում եմ եւ նրանցից պահանջում եմ, որպեսզի չօգտագործեն երբևէ նման խոսք, որովհետեւ նույնիսկ եթե այդ խոսքը չի հասնում քրեական պատասխանատվության ենթակա խոսքի ծավալի, այն նորմալ չէ առնվազն պաշտոնատար անձանց էթիկայի ու վարքագծի նորմերի պահպանման տեսանկյունից, ինչ վերաբերում է ենթամշակույթի հետ կապված հարցադրմանը, այստեղ էլ նույնպես կուզենամ հատուկ արձանագրել, որ այո, մեր հասարակությունում առկա բազմաթիվ խնդիրներ, այդ թվում զինված ուժերում մահվան դեպքերից շատերը պայմանավորված են հենց այդ ոչ կանոնադրային հարաբերությունների առկայությամբ եւ այդ պայմաններում օգտագործել այնպիսի խոսույթ, որը կարող է տարածել ենթամշակույթը, քրեական ենթամշակույթը կամ գովերքել ոչ կանոնադրային հարաբերությունները միանշանակ խնդրահարույց է եւ մենք բոլորս պետք է զերծ մնանք այդպիսի խոսույթի օգտագործումից։ Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին, այո, այստեղ էլ կուզենամ արձանագրել, որ ինձ համարել են խնդիրները դարձյալ ակնհայտ։ Ես իրապես շատ եմ գնահատում մեր լրագրողների աշխատանքը եւ մենք Հայաստանում ունենք հիանալի գործունեություն ծավալող լրագրողներ։ Բայց մենք դրա հետ մեկտեղ ունենք նաև դեպքեր, երբ այո, օրինակ հարցազրույցից այնպիսի հատված է, որպես այսպես վերնագրային հատված օգտագործվում, որն ակնհայտ իր մեջ խտրական խոսք է պարունակում, եւ առնվազն դարձյալ մեր հասարակությունում առկա խնդիրների գոյության համատեքստում մենք պարզապես պետք է դատապարտելի համարենք դա եւ իրապես չօգտագործենք այդ խոսքը։ Հիմա մենք էլ այստեղ կարող ենք օրինակներ բերել։ Ես ինքս կարող եի օրինակներ բերել։ Ես նույնիսկ ազգային փոքրամասնության անունը նորից չհիշատակեցի ինչու, որովհետև պատասխանատու եմ վերաբերում իմ խոսքին եւ ինքս չեմ ուզում, որպեսզի երկրորդ անգամ այդ խոսքը նորից տարածվի։ Եվ դա է պատճառը, որ այո, ես կոչ եմ անում նաեւ մեր լրագրող հարգարժան գործընկերներին, որպեսզի այս առումով եւս այն լրագրողները, որոնք նման գործելավոճ ունեն, վերանայեն իրենց գործելավոճը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանք ունեք, բայց խնդրում եմ եթե հնարավոր հատկապես բանակի հետ կապված ինչի համար ես բարձրաձայնեցի, որտեղ մինչև այդ հնչեց բանակի ինքնասպանությունների դեպքերս ինքնասպանություններին ավելի քան վստահ եմ, որ 3 խնդիր կա, այդ քրեական ենթամշակույթն է, այդ հոգեբանական աջակցության պակասն է եւ երրորդը ազդարարի ինստիտուտի բանն է, էլի քրեական առումով բան համարվել է, էլի ոչ տենց հարիր համարվել է եւ հենց թիրախավորվում է ազդարարի ինստիտուտը, ստուկաչ, գործտվող եւ այլն տերմիններով, այնինչ եթե օրինակ ազդարարվեց ճիշտ ժամանակին, միգուցե այդ մարդու կյանքը արդեն փրկված լիներ։
շատ կարևոր է, որ շատ ուշադիր լինենք հենց այս հարցերում, որ ազդարանի ինստիտուտը երբեք հանկարծ չարժեզրկվի եւ չթիրախավորվի։ Շնորհակալություն, համեցեք Տիկին Միրզոյeva։ Տիկին Մանասյան, եթե չեմ սխալվում, 2024 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհուրդ։ Օրինակ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ինչպես կարող են զգալ, որ այդ խորհուրդը գործում է, եւ եթե դա գործում է, ապա ինչ բնույթի խնդիրներ են բարձրաձայնվում եւ ինչ ձևաչափով է գործում այդ խորհուրդը։ Շնորհակալ եմ անչափ Տիկին Միրզոյeva, շատ կարևոր հարց բարձրաձայնեցիք իրապես, որովհետև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, խթանումը, չասեմ միայն պաշտպանությունը, նաև խթանումը իրոք շատ կարևոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում, որովհետև նաև մեր հանրապետության հետ կապված տարբեր միջազգային մարմիններ շեշտադրել են, որ մենք իրոք բազմազանության նկատմամբ հարգանքի բազմաթիվ խնդիրներ ունենք մեր հասարակությունում եւ այլն, ու այդ առումով ազգային էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խթանումը կարող է շատ մեծ դերակատարություն ունենալ նաև այդ խնդիրները հաղթահարելու հարցում։ Ինչպես նշեցիք, 2023 թվականին ավարտին, այո, մենք ձևավորել ենք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ու խթանման հարցերով զբաղվող խորհուրդ, նաև ըստ էության մենք պատիվ ենք ունեցել ձեզ հյուրընկալելու մեր առաջին նիստի համատեքստում, առաջիկայում ընդ որում պատրաստվում ենք նաև այլ ձևաչափով նիստեր իրականացնել, որին թե ձեր այն գործընկերները, որոնք ազգային փոքրամասնություններ են ներկայացնում, հրավիրված կլինեն պարտադիր, որովհետև իրապես նաև շատ գնահատում եմ ձեր աշխատանքը, որը ոլորտում իրականացնում եք, բայց անդրադառնալով խորհրդի գործունեությանը կուզենամ նշել, որ խորհրդում մեր գաղափարներ այսպես միավորել այն հասարակական կազմակերպություններին, որոնք ներկայացնում են Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների շահերը, իրավունքները եւ նաև հենց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։ Բնականաբար ես ինձ վրա չեմ վերցնի այնպիսի պատասխանատվություն, որպեսզի ասեմ, որ այդ խորհուրդը կարող է միայնակ կամ բացարձակապես բոլոր մարդկանց ներգրավել, ովքեր շահագրգիռ են, կամ բոլոր խնդիրները ոլորտում առկա լուծել, բայց այն մեզ համար դարձավ շատ լավ հնարավորություն նախ ինքներս հավաքագրելու տարբեր կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող խնդիրներ, բայց նաև այդ հավաքագրված խնդիրները հրապարակային դարձնելու որպես խորհրդի կողմից բարձրաձայնած խնդիրներ պետական մարմինների առջև, օրինակ նախորդ տարի ազգային փոքրամասնությունների մեր խորհրդի շրջանակներում հատուկ քննարկման առարկա դարձրեցինք ազգային փոքրամասնություններին վերաբերելի օրենքի նախագիծը եւ մեր խորհրդի անդամները բազմաթիվ առաջարկություններ ունեին, այդ առաջարկությունները համատեղ ուժերով մենք հավաքագրեցինք եւ այն առաջարկները, որոնք բոլորի համար ընդունելի էին, հրապարակային եղանակով ներկայացրեցինք, հետո ներկայացրեցինք Արդարադատության նախարարությանը, որպեսզի օրենսդրական փոփոխությունների համատեքստում կամ օրենքի մշակման համատեքստում այդ փոփոխությունները նկատի առնվեն, նաև պարբերաբար տարբեր հարցեր ենք քննարկման առարկա դարձրել խորհրդի շրջանակներում։ Շատ կուզենամ նաև ձեզ առաջարկել, եթե դուք էլ որևէ ձևաչափ տեսնեք, այդ թվում կառուցողական համագործակցության, կարևոր կլինի նաև, քանի որ դուք ինքներդ կոնկրետ խումբ եք ներկայացնում եւ նաև շատ ավելի լավ եք տեղեկացված խնդիրներից, դրա վերաբերյալ մեզ եւս տեղեկատվություն փոխանցել ու փորձենք նաև միասին աշխատել այդ ոլորտային խնդիրների առնչությամբ, պարզապես նշեմ նաև, որ խորհուրդը մեզ համար նաև շատ կարևոր տեղեկատվության աղբյուր է եղել մեր տարեկան հաղորդումները մշակելիս, որովհետև 2023 թվականի տարեկան հաղորդումից սկսած իրականում ի տարբերություն նախկին տարեկան հաղորդումների մարդու իրավունքների պաշտպանի մենք շատ մեծ հատված նվիրել ենք հենց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը, հստակ խնդիրներ արձանագրելով եւ դրանց համար լուծումներ առաջարկելով եւ շատ խնդիրներ մեզ բարձրաձայնել են հենց խորհրդի անդամները, այդ թվում ոչ միայն խորհրդի նիստերի ժամանակ, այլ բանավոր հաղորդակցության համատեքստում կամ օրինակ մենք խորհրդի անդամներ ունենք, ովքեր պարբերաբար մեզ մոտ են ուղղորդել տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, ովքեր համարել են, որ իրենց իրավունքները խախտված են։ Մենք այդ բոլոր ուղղորդումների հիման վրա